Բարև ձեզ, դուք դիտում եք հեռանկարը եւ այսօր իմ զրուցակիցն է ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավորության տեխնացու առաջադրված Խոսրով Հարությունյանը, շնորհակալություն պարոն Հարությունյան։ Բարև ձեզ։ Մենք խոսելու ենք տնտեսական, սոցիալ-տնտեսական խնդիրների մասին եւ այն տեսլականի մասին, որը ունի հանրապետական կուսակցությունը, տվյալ դեպքում նաեւ դուք, որովհետեւ առաջադրվել եք այդ ցուցակով։ Վարչապետն ասում է գույքագրում, սանիտարիզացիա, ախտորոշում եւ այլն։ Ենթադրենք արվեց։ Դրան ինչ է հետևելու։ Ասեմ ձեզ, տեսեք, որպես իրականությունը կան նրանում, որ հանրապետական կուսակցությունը հանդես է գալիս եւ միջին ժամկետ եւ երկարաժամկետ հատվածի համար իր տնտեսական քաղաքականության ուրույն կոնցեպտով։ Եթե դուք ծանոթանաք այս ծրագրին, սա հայեցակարգ է։ Ինչպես կազմակերպել մեր տնտեսությունը, ինչպես անել, որ այն լինի մի կողմից անվտանգ, մյուս կողմից առաջընթաց երաշխավորող, ինչպես անել, որ մեր ազգային տնտեսությունը լինի մրցունակ, այսինքն արտաքին շուկաներում մրցունակ, որակյալ եւ արտադրանք արտահանող տնտեսություն։ Սրա ճանապարհը, ինչպես վարչապետը նշում է, ինչպես դուք ասեք, բանը, այսպես ախտորոշումից հետո, ակնհայտ է դառնում, որ պետք են ներդրումներ։ Եվ այս ծրագրի մեջ ըստ էության արձանագրված են այն գործիքները, որոնք հնարավորություն են տալու ոչ միայն հայրենական ներդրողին պոտենցիալ, այլև օտարերկրյա ներդրողներին ներգրավել, ունենալ բարձր արտադրողական, ընդգծում են բարձր արտադրողական, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած աշխատատեղեր, հետևաբար սեփական քաղաքացու համար կայուն եկամուտ եւ արդյունքում նաեւ արտահանման հզորություններ։ Բայց դրան զուգահեռ կառավարությունը նախատեսում է կամ հանրապետական կուսակցությունը նախատեսում նաև փոքր ու միջին ձեռնարկատիրությանը խթանել, այսինքն իսկ ավելի ճուշտ շարունակել այն քաղաքականությունը, որ առ այսօր նրանց նկատմամբ կիրառվել է։ Հավանաբար դուք տեղյակ եք, օրինակ փոքր ու միջին ձեռնարկատիրությունը խթանելու համար մենք ներդրել ենք փաստորեն արտոնագրային հարկահասկացողությունը, դա ամենապարզ եւ ըստ էության կոռուպցիոն ռիսկերից զերծ ոլորտ է։ Մենք ներդրել ենք շրջանառության հարկահասկացողությունը, մենք ընտանեկան բոլոր բիզնեսը 18 միլիոն շրջանառությամբ ազատել ենք ընդհանրապես հարկերից, բոլորին վերջերս վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ ինքնազբաղվածներին ամբողջությամբ ազատեցինք հարկերին, դրան գումարած մենք ունենք 31 համայնքներ մասսահմանամերձ, որտեղ ըստ էության ձևավորել ենք առանց հարկերի զոնաներ։ Սրանք այն քայլերն են, որոնք ըստ էության պետք է նպաստեն մի կողմից տնտեսության մրցունակ տնտեսություն ձևավորելուն, ներգրավելով օտարերկրյա ներդրումները, օգտագործելով իդեպ տնտեսական դիվանագիտության նոր հնարավորությունները, ինչպես նաև օգտագործելով այնպիսի գործիքներ պետության եւ մասնավորի համագործակցության, ինչպիսին է ասենք խթանման հիմնադրամների, ներդրումների խթանման շրջանառու հարկի մասին, պարոն Հարությունյան, իմ զրուցակիցներից մեկը ասաց, որ սկզբից բարձրացրեցին մինչև 119 միլիոն, հա, այդ թեթև հարկը, այսպես ասած։ Հետո նոր հարկային օրենսգրքում էլի իջեցրեցին։ Այդպես է թե չէ։ Ասեցեք, ուրեմն իրականությունը հետեւյալն է։ Մենք ի սկզբանե փոքր ու միջին ձեռնարկատիրությունը խթանելու համար սահմանեցինք երկու հարկատեսակ։ Մեկը, ինչպես ասացի, արտոնագրային հարկերն են, դա նշանակում է ենթադրենք փոքր սպասարկման ոլորտ ծառայություններ մատուցող ամեն ամսվա սկզբին իրեն հասանելիք ֆիքս գումարը վճարում է եւ իր գործունեությունը իրականացնում ոչ մի հարկային տեսուչ, ոչ մի ռակետ հարկային, ինչպես ասում են, երկրորդ մոդելը դա շրջանառության հարկն է։ Այսինքն դուք հայտարարում եք ձեր շրջանառությունը, մենք սահմանում ենք օրենքով սահմանում ենք այդ շրջանառությունից անհրաժեշտ դրույքաչափ։ Իդեպ, դա ամենատարբեր ոլորտների համար սահմանել ենք տարբեր դրույքաչափեր, բայց միջին կշռված դրույքաչափը շրջանառության հարկի կազմում է 2.7%։ Այսինքն, եթե դուք ունեք 30 միլիոն շրջանառություն, դուք դրանից վճարում եք տարեկան ընդամենը 2.5%։ Շեմը բարձրացվել է, իջեցվել է։ Հիմա 115 միլիոն։ Իհարկե մենք սկզբից բարձրացրեցինք 115 միլիոն, ենթադրելով որ դա պետք է խթանի փոքր ու միջին ձեռնարկատիրություն։ Բայց ինչ գիտեք տեղի ունեցավ։ Շատ հետաքրքիր բան։ Ուրեմն մոտավորապես այդ փոքր ու միջին ձեռնարկատիրության, որոնք աշխատում են շրջանառության հարկով, դրանց մեջ 33000 սուբյեկտ, մոտավորապես 60%, եթե չեմ սխալվում, ինչպես կային մինչև 10 միլիոն շրջանառություն, այնպես էլ մնացին 10 միլիոն շրջանառության շրջանակներում։ Փոխարենը բոլոր նրանք, ովքեր ունեին 150 միլիոն, 140 միլիոն կամ 200 միլիոն շրջանառություն եւ մինչ այդ աշխատում էին ավելացված հարկի դաշտում, նրանք տրովվեցին
բաժանվեցին մի քանի փոքր 50, 60, 70 միլիոնանոց, ուրեմն փոքր ձեռնարկությունների կամ ընկերությունների արդյունքում խուսափելով շահութարկի դաշտից եւ հայտնվելով արհեստականորեն շրջանառության հարկի դաշտում։ Մեր խորհամոզմամբ շրջանառության հարկի իմաստը իրականում կայանում է փոքր եւ միջին ձեռնարկատվությունը խթանելը, այլ ոչ թե քայլ կատարել, շանս տալ, որսի խոշորները տրովեն եւ դառնան խուսափեն այդ կերպ խուսափեն հարկային պարտավորությունների կատարումից։ Այն ինչ որ դուք ասում եք շատ հետաքրքիր է, բայց ես առաջարկում եմ հետեւյալ ձևով, ուրեմն ես հարցերը տամ, հա։ Կա խնդրի վերաբերյալ տարբեր կուսակցություններ տարբեր առաջարկներ են անում։ Ես ասում եմ, թե ինչ առաջարկներ են անում։ Դուք ասում եք, դա իրատեսական է, իրատեսական չէ եւ ինչ է առաջարկում եւ ինչ է առաջարկում։ Օրինակ, գյուղացիները վարկերի տակ են, ամբողջ մեր գյուղը վարկերի տակ է։ Նրանք տուն տեղ դրել են, գրավի տակ, նրանց տնից տեղից զրկում են, որովհետև նրանք չեն կարողանում այդ վարկերը տալ եւ ինչ լուծում են առաջարկում քաղաքական ուժերը։ Եկեք նրանց վարկերը դարձնենք 2-3% եւ բոլոր տույժերը, բոլոր տուգանքները, որոնք չվճարված վարկերի համար են, դրանք ուրեմն բոլորը ներել։ Հնարավոր չէ եւ ինչ է պետք անել դա լուծելու համար։ Մի քանի տվյալներ բերենք։ Նախ գյուղացիական տնտեսություններին խթանելու, այդ թվում նաև վարկային ռեսուրսները մատչելի դարձնելու ուղղությամբ կառավարությունն արդեն 3-րդ տարին է կատարում է շատ լուրջ քայլ։ Դա այսօրվա գործող վարկերը սուբսիդավորելն է։ Արդյունքում մենք պետական բյուջեից սուբսիդավորելով 4%, իսկ սահմանամերձ գյուղերի համար 6%, մենք հասել ենք նրան, որ գյուղացիական վարկերը դարձել են 5-ից 6%։ Դա շատ դրամական արտահայտություն, դա շատ մատչելի վարկեր են։ Եվ երկրորդ թիվը ասեմ, որ նույնպես հասկանալի է։ Ուրեմն այսօր ամբողջ վարկերի, ամբողջ ծավալի մեջ գյուղացիական վարկերի տեսակարակշիռը կազմում է 8%։ Տեսեք, 92%-ը գյուղացիական տնտեսությունների վարկեր չեն, դրանք բոլորն այլ ոլորտի վարկ։ Այդ 8% վարկերի մեջ, սա պաշտոնական թվեր եմ ասում, 8% վարկեր, ենթադրենք 100,000 վարկեր են, 8%, այդ 100,000-ի մեջ ընդհանրապես 6%-ն են չաշխատող, 6%-ը, ընդ որում հիմնականում սկսեցին աշխատել այն պարագայում, երբ կառավարությունը սկսեց սուբսիդավորել։ Ես հասկանում եմ, որ նախկինում դրամական վարկեր իրականում եղել են 24%, բայց դրանք չեն եղել գյուղատնտեսական, դրանք եղել են սպառողական վարկեր։ Այսինքն գյուղացին գնացել իր հողը դրել կամ ինչ որ գույքը դրել է գրավ, վերցրել է վարկ, որովհետեւ իր կենցաղային խնդիրները լուծելու։ Այստեղ մենք խնդիրներ կարծում եմ մենք կարող ենք ժամանակի ընթացքում նաև քննարկել այդ տարաժամկետ վճարումների համակարգը, բայց փորձել վարչական եղանակով սահմանափակել բանկերին, գիտեք ինչ կա, դուք պետք է տաք 3%-անոց վարկ, երբ որ վարկի գին իրական ենթադրենք 6, 7, 8 կամ 10%-ը, մենք ինչ կանենք։ Ուղղակի գյուղացիներին կզրկենք վարկից, որտեղ ոչ մի բանկ այդպիսի վարկավորման տակ չի մտնելու։ Եվ նա դուրս կգա շրջանառությունից։ Արդյունքում ես գտնում եմ, որ մենք կարող ենք ոչ թե գյուղացուն օգնել, այլ նույնիսկ կանգնեցնել ծանր վիճակի մեջ, ընդ որում հարվածի տակ դնելու նաև բանկային համակարգը։ Ես խորապես համոզված եմ։ Ես ինքս տնտեսագետ չեմ, առավելևս չեմ հավակնի շուկայագետ լինելու, բայց տարրական գիտելիքները այդ ոլորտի հուշում են այն մասին, որ դա ոչինչ է, այլ այս ռոպեական հաճոյանալու քայլ։ Իրական նպատակը, խնդրեմ, եկեք քննարկենք, ինչպես դա, այնպես էլ տեսեք երկու քայլ ասեմ։ Այսօր, օրինակ, գյուղացիական տնտեսությունների ռեալ աջակցություն եմ ասում։ Կառավարությունը որոշում է կայացրել բոլոր ջերմոցային տնտեսություններին, ջերմոցներին գազը մատակարարել 100 դրամ 1 խորանարդ համար։ Սա լրջագույն շանս է, լրջագույն հնարավորություն է ցանկացած գյուղացի իր տնամերձում ձևավորում է թեկուզ 1000 քառակուսի մետրանոց ենթադրենք ջերմոց, ստանալով այդպիսի հնարավորություն էժան բանով էներգակրի, տարին 12 ամիս, սա շատ կարևոր է, տարին 12 ամիս 4 բերք հավաքելով, առանց կլիմայական հնարավոր կատակլիզմների, կարկուտ եւ այլն, ըստ էության իրացնել վերապանքը։ Եվ մենք այս ճանապարհով կփորձենք Արարատյան դաշտավայրի գյուղացու հնարավորությունները, այն սարի գլխի ծվարած գյուղի գյուղացու հնարավորություններին հավասարեցնել։ Սա լրջագույն քայլ է, որ հիմա մենք կարծում ենք առաջիկայում անկասկած զգացնել է տալու։ Սա անհամեմատ ավելի լուրջ է եւ ավելի հեռանկարային։ Չեմ կարող չհարցնել աշխատավարձը, թոշակը, նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին։ Այդ տեսեք ինչ է ասվում, հետո անդրադառնանք, հա, ասվում է, եթե ես ստանամ
10,000 կամ 50,000 ավել աշխատավարձ, այդ 10,000 կամ 50,000-ը ես կգնամ հաց կառնեմ, կգնամ, չգիտեմ, սրճարան եւ այլն, այդպիսով ես կխթանեմ հաց վաճառողին, սրճարան պահողին եւ այդպիսով տնտեսությունը կսկսի շնչել։ Տեսեք, ես անկեղծ ասած համոզված լինելով, որ այս առաջարկներ հետևում կանգնած են ասենք, այսպես բավականին լուրջ տնտեսագետներ, իդեպ որոնց նկատմամբ ես ստացում եմ խորը հարգանքի զգացում, առանց չափազանցել եմ ասում, ես բավական լուրջ ցեցի վերլուծել այս առաջարկը, որտեղ առաջի հայացքից շատ գայթակղիչ է։ 40,700 դրամ միջին կենսաթոշակ եկեք դարձնենք 65,000, 25,000, ճիշտ է որ թոշակառուն դա չի պա իր դոշակի տակ, անմիջապես կծախսի եւ թողմադին չի պատահել։ Կծախսի հետաբար կառաջանա վճարնակ պահանջարկ, մենք կունենանք դրան պատասխան ի պատասխան վճարնակ առաջարկ։ Շատ բարի, առաջի այսքից թվում է անխոցելի մոտեցում։ Հիմա փորձենք հասկանալ, առաջինը, երբ որ դուք կտրուկ բարձրացնում եք վճարնակ պահանջարկը, սա կտրուկ բարձրացում է նշանակում մոտ արապես 500,000 քաղաքացու համար 468,000 աշխատանքային կենսաթոշակառ ունենք։ Կտրուկ բարձրացնում եք վճարնակ պահանջարկը, առաջարկը անմիջապես չի լինելու։ Դա որոշ ժամանակ, որտեղ մենք չօգտագործված արտադրական հզորություններ չունենք։ Որոշ ժամանակ 3, 4, 5, նույնիսկ 6 ամիս կարող անցնի, որպեսզի առաջարկը գա։ Սա կբերի նրան, որ մի պահ կամ մենք կխտանենք ներմուծումը, ներմուծումը, կամ ըստ էության կխթանենք գնաճը։ Երկուսն էլ մեզ հեշտ ձեռնտու չի։ Իսկ գնաճը ընդհանրապես վտանգավոր է։ Երկրորդ, պարոն Հարությունյան, երկրորդը անպայման կասեք, բայց մենք հիմա պետք է ընդհատվենք գովազդային ընդմիջման համար։ Մենք կշարունակենք զրույցը Խոսրով Հարությունյանի հետ գովազդային ընդմիջումից հետո։ Դուք դիտում եք հեռանկարը եւ իմ զրուցակիցն է ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավորության տեխնացու առաջադրված Խոսրով Հարությունյանը։ Պարոն Հարությունյանը, ես ձեզ ընդհատեցի փաստորեն, երբ մենք խոսում էինք թոշակների բարձրացման վտանգների, հա, կամ չգիտեմ, մտահոգությունների մասին։ Մտահոգություններ ասենք, որովհետեւ վերջում կերևա դա մտահոգությունները իրոք վտանգ կամ սպառնալիք։ Երկրորդ սցենարը, ենթադրենք, ես ուզում եմ համաձայնել, իդեպ տեսեք, ես չեմ քննարկում բյուջեին գումար ունենք, չունենք, այդպես չեմ քննարկում։ Ունենք։ Խոսքը գնում է արժի գնալ այդ քայլին, թե չէ, ասենք, ինչ կտա դա մեզ։ Երկրորդ սցենարը, պատկերացնենք, որ իրոք արձագանքում է, ինչպես դուք ասում եք, կամ ինչպես առաջարկության հեղինակներն են հիմնավորում, տնտեսությունը արձագանքում է։ Ըստ էության խոսքը գնում է շրջանառության մեջ, տնտեսության մեջ ներարկել 170 միլիարդ դրամ։ Եվ այդ 170 միլիարդը, եթե մենք հավատում ենք այս վերսիային, անմիջապես ազդելու են եւ ավելացնելու են համախառն ներքին արդյունքը։ Նույն ենթադրենք հենց այդ կան 170 միլիարդով։ Մեզ մոտ համախառն ներքին արդյունքի համեմատ հարկային եկամուտների ծավալը կազմում է 21.4, լավագույն եղել է 22.4։ Ենթադրենք 23%, 25%։ Այսինքն այդ 170 միլիարդից հետ կվերադառնա ոչ թե ամբողջ 170, ինչպես փորձում են մեզ ներկայացնել, այլ դրա 1/4-ը, հաշվենք 40 միլիարդ, բայց մենք շարունակելու ենք հաջորդ տարի տալ, որտեղից ենք վերցնելու այն 130 միլիարդը, երկու ճանապարհ կա, կամ պարտք, որ ուղղակի աբսուրդ է, կամ հարկային եկամուտների ավելացում, հաշվարկները ցույց են տալիս մոտ 3%-ով։ Սա համար ես ասում եմ ամենաանթույլատրել եւ վերջինը ինֆլյացիա, որը նույնպես նույն այդ ավելացումը հենց ինքը ինֆլյացիան գնաճ նախաճռելու։ Այդ տեսակետից ես կարծում եմ, որ սա ուղղակի ընդունելի առաջարկ չի։ Փոխարենը, տեսեք, հանրապետական կուսակցությունը վերջի տարիներին, իդեպ այն ինչը ես կասեմ, ազգային ժողովում պաշտպանել են բոլոր ընդդիմադիրները։ Գնացել ենք սոցիալական աշխատանքային կենսաթոշակների ավելացման հետևյալ ճանապարհով։ Ֆիքսել ենք բազային կենսաթոշակ, 13 թվականին դա 13,200, հիմա 16,000։ Դրան ավելացրել ենք առաջի 10 տարվա ստաժի 1 տարին թանկացնելու ճանապարհով, սկզբից 500 դարձրենք հիմա 800 եւ մնացածը 400 դրամ։ Քայլ առ քայլ 32,000 միջին կենսաթոշակը դառել է 40,100։ Քիչ է, անշուշտ քիչ է, բայց այս ճանապարհը անկասկած ավելի վստահելի է առանց սպառնալիքների տնտեսական վտանգների, քան ինչ որ առաջարկվում է։ Եվ վերջին մի թեզն ասեմ եւ կավարտեմ։ Տեսեք, եթե մենք խոսում ենք խոցելի, իսկ խոսքը գնում է խոցելի սոցիալական խմբերի աջակցության մասին, ես երկու պարզ օրինակ եմ բերում։ Այսօր խոցելի խմբերի համար արդեն, եթե հիշում եք, մի ժամանակ այդ Փարոսի ցուցակի մեջ հայտնվելու համար 30 եւ ավել բալեր պետք,
հա, այսօր 20 բալից բարձրը համարվում է խոցելի այս տեսանկյունից եւ նրանք ստանում են գազի համար 100 դրամ, այսինքն գազի դիմաց վճարում են 100 դրամ, էլեկտրաէներգիայի համար վճարում են 40 դրամ։ Դրանց թիվը այս ընտանիքների թիվը 80,000 է, շուրջ 300,000 անձնավորություն։ Ըստ էության այս քայլով կառավարությունը այդ ընտանիքների ռեալ եկամուտն է ավելացել կամ ծախսերն է կրճատել, որ հնարավորություն է տալիս այդ եկամուտը այդ նպատակով։ Հետևաբար 42,000 ստացողը, որը հիմա ձեզ լսում է, իդեպ ես 43,500 եմ ստանում։ Ասեմ որ 45,000 ստացող։ Նա դուք, այսինքն պետությունից որևէ ակնկալիք մոտակա, ասենք 2-3 տարում չպետք է ունենք։ Լավ, կլինի 50 կամ 52։ Ոչ 40-ով կարաս պայես, ոչ 50-ով կարաս պայես։ Բոլոր դեպքերում կներեք։ Իհարկե ձեզ հետ համամիտ եմ։ Եթե փորձում ենք նայել այդ կենսաթոշակի մակարդակը, այն պահանջները, որ մենք իրականություն կա, մենք պետք է ընդունենք, որ դա դեռ բավարար չէ, բայց տեսեք, մենք ունենք այսօրվա դրությամբ 40,700 դրամ միջին կենսաթոշակի մակարդակ, Համաշխարհային բանկը մեր համար սահմանել էր մինիմալ կենսապահովման զամբյուղը 48,000, մեր առողջապահության նախարարությունը տարեվերջին սահմանեց մոտ 55,000։ Այս 15,000 խզումը նախատեսվում է առաջիկայում աշճանաբար տարբեր տեսակի այս լուծումներով փորձել մեղմել։ Մենք չենք ասում, որ խնդիր չկա, մենք ասում ենք, բայց այդ խնդիրը չի կարող այն գնով լուծի, որ կարող է տնտեսությունը եւ այդ թվում նաեւ հենց իրենց թոշակառուների եկամուտները դնել հարվածի տակ, ընդհանրապես սրա մասին էր խոսքը։ Հանքարդյունաբերությունը նշվում է որպես ռեզերվ, որ ասում են որտեղից փող, ձեր ուրեմն գործընկերները ասում են, այնտեղից բարձրացնենք հարկերը եւ ասվում է, որ 1000 տոննայի կամ չգիտեմ միլիոն տոննայի դիմաց վճարվում է ընդամենը 600 թե 800 դրամ բնապահպանական վճարներ։ Ես խնդրում եմ այդ թվերը բացատրեք։ Այո, տեսեք։ Ես ձեզ պետք է մի բան խնդրեմ։ Այդ ունդից ինձ մեկ էլ մինիմալ աշխատավարձների բարձրացման վերաբերյալ հարցնել տա։ Ես ուժնատով բարձր կներեք։ Ուրեմն տեսեք, հանքարդյունաբերությունը։ Սա մեզ համար ռազմավարական ուղղությունը եւ ըստ էության մեր արտահանման ծավալների մոտ 50%-ը դա այսօր գոնե իրենց ռեալ գներով դա այդպեսին է։ Ինչ ենք մենք սահմանել։ Ես լսել եմ մեկնաբանությունները, որ 30 միլիոն տոննա հանքաքար է արտահանվում, բայց մենք արտահանում ենք 30 միլիոն տոննա հանքաքար, բայց 30 միլիոն տոննա հանքաքարը չենք արտահանում։ Մեր հանքարդյունաբերները պայմանագիր են կնքում ոչ թե հանքաքարի համար, պայմանագիր են կնքում պղնձի խտանոթի համար, մոլիբդենի խտանոթի, դորայի համար։ Իսկ այդ դա 30 միլիոն տոննա չի, սա մեկ։ Երկրորդը մենք ինչ ենք սահմանել։ Մենք սահմանել ենք հետևյալ մոտեցումը։ Բոլոր հանքարդյունաբերները, բոլորը առանց բացառության, իսկ նրանց շրջանառություն մոտ 300 միլիարդից անցնում է։ Նրանք անկախ նայ շահութաբեր են թե չէ, հենց իրենց արդյունահանության, այսինքն այդ շրջանառության 4%-ը մուտնում են պետական գանձարան, այսինքն բյուջե, առանց հաշվի առնելու նրանք շահութաբեր են թե չէ։ Շահութաբերության պարագայում 20% վճարում են շահութահարկ, ուշադրություն դարձեք։ Դրան գումարած 12.5% վճարում են ռոյալթի։ Այսինքն մենք այդ տնտեսություններից գանձում ենք պետական բյուջե 36.5%։ Հիմա հարց բարձրացնել, որ այդ 18 միլիարդ ռոյալտին դարձնել 80 միլիարդ, դա նույնն ասել փակվեք։ Եվ այդ կան աշխատատեղերը թող փակվեն։ Սա կներեք որևէ քննադատության չի դիմանում, որևէ քննադատության։ Դրա համար ես կարծում եմ, որ միգուցե այն, գիտեք, մի հատ աստվածաշնչյան դարձված կա։ Լավագույն ցանկություններով սալապատված է դժոխքի ճանապարհը։ Ես կուզենամ, որ մենք այս հաշվարկներում, այս առաջարկություններում լինենք շատ զգուշ եւ լինենք շատ շրջայաց։ Բնապահպանական վճարները հենց ռոյալտին դա էր։ Պետք է բարձրացնել։ Ոչ, ասում եմ, արդեն դա բավականին 12.5%։ Ըստ էության շահութարկի կեսից ավելին դուք բնապահպանական վճար եք վերցնում։ Ընդ որում դուք, այսպես ասենք, հարկում եք իր մաքուր շահույթը։ Հարկում եք մաքուր շահույթը, ինչ հանքաքար, ինչ բան կապ չունի, որովհետեւ ես կարող եմ 30 միլիոն հանքաքար արտահանեմ, չէ, արտահանեմ, բայց ընդերքից հանեմ։ Դուք գիտեք, որ 1 տոննա հանքաքարի մեջ ընդհանրապես 4 գրամ ոսկի կա, որ կարողանում են կորզել։ Հասկանում եք, ինչ կապ ունի այդ 1 տոննան, երբ որ վաճառքի առարկան, այդ ոսկին է եւ հարկման օբյեկտը ոսկին է կամ նրա խտանյութը։ Ինչպես արդեն ասացիք, նվազագույն աշխատավարձը, միջին աշխատավարձը։ Ասեմ, դա շատ նուրբ թեմա է։ Կարծեք թե շատ པարզ բան է ասվում։ Եկեք այսօրվա նվազագույն աշխատավարձը 55,000, եկեք դարձնենք 80,000։ Սկզբից ասվում էր 100,000, հիմա դարձնենք 80,000։ Ես մտածում եմ հետևյալ կերպ եւ կարծում եմ դուք համաձայն եւ ոչ միայն ես, շատ տնտեսագետներ կհամաձայնեն։ Ուրեմն եթե դուք նվազագույն աշխատավարձը բարձրացնում եք, ուրեմն դուք ուղղակիորեն
անդրադառնում եք, ստիպում եք, որ տեղաշարժ բարձրացում ունենա նաև միջին աշխատավարձը։ Այսօր միջին աշխատավարձը մեզ մոտ 171,000 է, եթե դուք նվազագույն աշխատավարձը բարձրացնում եք, միջին աշխատավարձն էլ է բարձրանում։ Ինչ է նշանակում միջին աշխատավարձի բարձրացում։ Սա նշանակում է արտադրողի մոտ ծախսերի ավելացում, աշխատավարձի մոցով։ Նա պետք է չեք կարող դուք նվազագույն աշխատավարձը բարձրացնել, բայց նա իր աշխատողն ասի, ես չեմ բարձրացնելու։ Ստիպված է բարձրացնելու։ Եթե ծախսերը աշխատավարձը բարձրացրեց, նրա մոտ շահութաբերություն ընկելու է անկասկած, որտեղ ծախսերն ավելանում են։ Ինչ պիտի անի, որսի շահութաբերությունը պահպանի գինն է բարձրացնել։ Կամ գինը պիտի բարձրանա, կամ ինքը դառնա ոչ մրցունակ։ Այսինքն այդ գինը բարձրացնելը բերել է այնպիսի մի գնաճի, որ այն 25000 թոշակը որ ավելացրել ասում է որ գերշահույթներ կա, թող մի քիչ շահույթը կճանա։ Լսեք, ուրեմն եկեք իրենց անունով անվանենք։ Այդ գերշահույթ կոչեցյալը եւ այլն այսօրվա դրությամբ հստակ մենք գիտենք դրա ոնց որ ասում են տնտեսագիտական հիմնավորումներ, այդպիսի գերշահույթներ ունենք մենք 1000 խոշոր 1000 խոշոր հարկատուներ, որոնք վճարում են այսօրվա դրությամբ ամբողջ հարկային եկամուտների շուրջ 93%-ը։ Ընդ որում ամբողջը գտնում է ուղիղ հստակ վերահսկողության տակ գերշահույթներ չկա։ Չէ, դա խոսում է այն մասի, որ ամեն ինչը մենք հաշվարկել ենք։ Այսինքն ամեն ինչը օրենսդրորեն կարգավորված է։ Գերշահույթ ես ճիշտ ասած չեմ հասկանում դրա տակ ինչ են հասկանում։ Ես դա մնացում եմ կա շահույթ, որի 20% գնա պետական բյուջե։ Հանքարտոնավարների մոտ կա շահույթ, որի 20% գնա պետական բյուջե, 12%-ը հավելյալ գնում է պետական բյուջե որպես ռոյալթի։ Ավելին ասեմ, տեսեք, եթե դուք նվազագույն աշխատավարձը բարձրացնում եք 80,000, դուք պետական աշխատողների բոլոր աշխատավարձը ավտոմատ եք բարձրացնում։ Ըստ էության, ինձ մոտ մեկ-մեկ կներեք տպավորությունը, որ այս առաջարկի հեղինակները շատ ուզում են, որ падգամավորի աշխատավարձը բարձրանա, որտեղ այս առաջարկով առնվազն 250,000-ով падգամավորների աշխատավարձը կբարձրանա։ Ես դրան դեմ եմ։ Եվ վերջի միտքը, աշխատավարձը պետք է կապված լինի արտադրողականության հետ։ Չի կարող չկա, դա տնտեսագիտական այբուբենն է, չեք կարող դուք առանց արտադրողականության ավելացման խոսալ աշխատավարձի աճի մասին, դուք կտապալեք տնտեսությունը, սա է իմաստը ամբողջ։ Շնորհակալություն պարոն Հարությունյան, ես հիշեցնեմ սիրելի բարեկամներ, որ Խոսրով Հարությունյանը խորհրդարանի պատգամավոր էր 1990 թվականից ընդմիջումներով, նա քրիստոնյա դեմոկրատական կուսակցության նախագահ է, իսկ այս ընտրություններում ՀՀԿ համապետական ցուցակում 19-րդ համարն է։ Դուք դիտում եք հեռանկարը, մենք կհանդիպենք վաղը։